Ընկերներ, պատրաստում ենք կաթնաշորային թխված քաբլիթներ։ Միջուկի համար 250 գրամ կաթնաշորին ավելացնում ենք 1 ձու, 1 թեյ գդալ վանիլին, 1 թեյ գդալ փխրեցուցիչ, 200 մլ բաժակով 1 բաժակ շաքարավազ եւ 3 ճաշի գդալ ալյուր։ Այս ամենը լավ խառնում ենք։ Ստանում ենք միջուկը եւ դնում մի կողմ։ Խմորի համար 200 գրամ ալյուրին ավելացնում ենք 160 գրամ փափուկ կարագ, 1 ձվի սպիտակուց, 2 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյ գդալ վանիլին, 1 թեյ գդալ փխրեցուցիչ եւ խառնում։ Հունցում ենք խմոր, երկար հունցել պետք չէ, ստացվում է փխրուն խմոր։ Ստացված խմորը գրտնակում ենք բարակ շերտի տեսքով, մոտավորապես 5-ից 7 մմ հաստությամբ։ Որից հետո խմորից կտրում ենք շրջանակներ։ Շրջանակների տրամագծից կախված կլինի թխված քաբլիթների չափը եւ քանակը։ Յուրաքանչյուր շրջանակի մեջ դնում ենք առատ միջուկ, ծալում ենք ինչպես տեսանյութում եմ ներկայացնում եւ դասավորում ջեռոցի տապակի մեջ։ Վրան քսում ենք հարած դեղնուց եւ թխում 180 ճանտակացված ջեռոցում մոտավորապես 20 րոպե։ Արդյունքում ստանում ենք ոսկեգույն ախորժելի շատ միջուկով թխված քաբլիթներ։ Իդեպ կարող եք միջուկի բաղադրիչները պակասեցնել եւ ավելի քիչ միջուկ օգտագործել։ Բարի ախորժակ։